Ժորժան, բարը ձեզ, այսօր վատառողջ եմ, գիտեմ, որ նաև կա Հայաստանի Հանրապետությունում տարածված վիրուս, գրիպի, սեզոնային գրիպի տեսքով և դասարաններում, թե Երևան քաղաքի, թե մարզերի, դպրոցներում, մանկապարտեզներում շատ ու շատ քանակով երեխաներ, աշակերտներ չեն գնում դասի, օրինակ Երևանում կան դպրոցներ, որ դասարաններում 70%-ը չի գնում դասի, որովհետև հիվանդ է, վատառողջ է, և լսել եմ, որ նախարարությունում քննարկում են, որ հաջորդ շաբաթ հնարավոր է կարանտին մտցնեն դպրոցներում, որ, այսպես ասենք, կանխարգել են տարածումը, բայց իրականում ես ինչքան գիտեմ, հա, եւ դուք ուզում եմ նաեւ գրեք, կարանտին մտցնում են այն ժամանակ, երբ կան նախադրյալներ եւ պետք է կանխարգելել մասսայական տարածումը, բայց երբ արդեն դասարանի 70%-ը վարակված է, արդյունքում մենք ոչ թե կանխարգելում ենք, այլ ուղղակի տեղի ունենում վատ բացասական երևույթ, մենք ուղղակի այդ բացասական երևույթի հետևից ընդունում ենք որոշումներ, ինչպես միշտ։ Դե Ժորժան, էլ չեմ ասում օդի աղտոտվածության մակարդակը, Երևանը ըստ պաշտոնական տվյալների անցել է Հնդկաստանի մայրաքաղաքից օդի աղտոտվածությամբ եւ առհասարակ մտել ենք աշխարհում թոփ քաղաքների մեջ օդի աղտոտվածության առումով եւ ինչը շատ վատ է եւ սրան շատ լուրջ պետք է կանխարգելիչ գործողություններ արվեին, իսկ հիմա մենք բոլորս ըստ արդեն խոսում ենք որպես տեղի ունեցած փաստի եւ ինչ կարելի է արդյունքում անել։ Պետքա կանխարգելել, ոչ թե մի բան լինի, մտածենք ինչ անենք, Ժորժ ջան։ Այս ամեն ինչի արդյունքում մենք ոչ միայն կունենանք վիրուսներ եւ այլն, այլ կունենանք շատ լուրջ հիվանդություններ։ Ես բոլորիդ մաղթում եմ առողջություն, ես Արման Ղուկասյանն եմ, հանուն սոցիալական արդարության կուսակցության նախագահն, խնդրում եմ գրեք, թե ինչ եք դուք անում, երբ հիվանդ եք, ինչ եք օգտագործում եւ ինչպես պայքարել այս վիրուսային գրիպերի դեմ։